Գլուխ 7. Մարդու իրավունքներն իսլամում, խոսքի և կրոնի ազատություն։ Ալլահի հպատակները հրաժարվում են իրենց իրավունքներից։ 2000 թվականի ձմռանը Վաշինգտոն կատարած վերջին այցելության ժամանակ լսեցի, որ իսլամական համայնքը Ջորջթաունի համալսարանում ամերիկացի ուսանողների համար հավաքույթ է կազմակերպել։ Հավաքույթի խոսնակը Տեխասի մկրտական եկեղեցու նախկին ծառայող էր, ով դավանափոխ էր եղել քրիստոնեությունից դառնալով իսլամին։ Նախկինում նման օրինակ դեպք ես չէի լսել։ Իսկույն մտածեցի, տեսնես ինչն էր ստիպել այդ հովվին նման որոշում կայացնել։ Ինչպես կարող էր ազատության մեջ մեծացած մարդն ընտրել ստրկությունը։ Տարիներ շարունակ ծառայելով որպես հովիվ, ինչպես էր կարողացել փոխել դավանանքը և ընդունել իսլամ, չեմ հասկանում։ Ես ցանկացա գնալ և լսել նրա խոսքը։ Ընկերոջս հետ գնացի այդ սեմինարին։ Դահլիճում հավաքված 300 ուսանողների գրեթե կեսը արտասահմանից եկած նվիրյալ մուսուլման էր։ Երիտասարդ տղաները երկար մորուք ունեին, իսկ աղջիկները հիջաբ էին կրում։ Մենք տեղավորվեցինք մեջտեղի շարքում։ Երբ տեսա խոսնակին, չէի հավատում աչքերիս։ Նրա հագուկապին նայելով կկարծեիր, որ եկել է մերձավոր արևելքի խորքերից։ Եգիպտոսի իսլամական մոլեռանդների նման նա սպիտակ թիկնոց, երկար ու խիտ մորուք ուներ և ոչնչով չէր տարբերվում նրանցից։ Երբեք չէի պատկերացնի, որ այդ մարդը կարող էր ահաբեկչական խմբերին հատուկ հագուստով լինել։ Վերջապես նրան ներկայացրին նշելով, որ նախկինում քրիստոնյա հովիվ է եղել, բայց այժմ նրան անվանում էին Շեյխ Յուսեֆ։ Տխրությունը համակեց սիրտս։ Հետաքրքիր է, տեսնես ինչպես էր իր ընտանիքն ընդունել նրա դավանափոխությունը։ Մոտավորապես 1 ժամ լսեցի այդ մարդուն։ Նրա չոր ուղերձից երևում էր, որ ոչինչ չգիտի իսլամի և իսլամի պատմության մասին։ Իսկ դեմքից երևում էր, որ պարտված մարդ է։ Ջանալով համոզել, որ իսլամը ժամանակակից խնդիրների պատասխանն է, նա այդ երիտասարդ և եռանդուն երիտասարդներին ներկայացրեց մի պատկեր, որը շատ հեռու էր իսլամի ճշմարտությունից։ Դա այն նույն պատկերն էր, որով իսլամական խմբերը խաբել էին նրան և որն այսօր օգտագործում են արևմուտքի բնակիչներին ծուղակը գցելու համար։ Որքան լսում էի նրան, այնքան ավելի էի աղոթում, որպեսզի Աստված ինչ-որ կերպով բացահայտեր այս խաբեությունը։ Ավարտելով իր ուղերձը, նա մեկնաբանությունների և հարցեր տալու հնարավորություն տվեց։ Առաջինը ես բարձրացրի ձեռքս։ Խոսելու թույլտվություն ստանալով կանգնեցի և գովաբանեցի նրան իր խոսքի համար։ Մտածելով, որ ես մերձավոր արևելքի մուսուլման եմ, նա ժպտաց և ինձ հրավիրեց բեմ։ Դա մեծ սխալ էր նրա կողմից, բայց ես Աստծո ձեռքը տեսա դրանում։ Ես վերցրի բարձրախոսը և հարց ուղղեցի նրան։ Որքան ժամանակ է, որ ընդունել եք իսլամը։ 8 տարի, պատասխանեց նա։ Լավ, ասացի, իսկ դրանից հետո այստեղ Միացյալ Նահանգներում ենթարկվել եք որևէ հալածանքի։ Երբեք, ասաց նա։ Ձեր կամ որևէ այլ եկեղեցու հանձնարարությամբ երբևէ հետապնդել են ձեզ, սպանելու նպատակով և միայն այն պատճառով, որ ուրացել եք քրիստոնեությունը։ Ոչ, ասաց նա։ Արդյոք Աստվածաշնչում կան այնպիսի խոսքեր, որոնք ասում են, քրիստոնեությունն ուրացողները պետք է սպանվեն։ Ոչ, Աստվածաշնչում այդպիսի խոսքեր չկան, պատասխանեց նա։ Տեսնել էր պետք, թե ինչպես էր աճում ուսանողների հետաքրքրությունը, մինչդեռ վախը պատել էր նախկին հովվին։ Այդ ժամանակ ներկայացա։ Ես Ալ-Ազհար համալսարանի նախկին պրոֆեսոր եմ և դասավանդել եմ իսլամի պատմություն և իսլամական գրականություն։ 8 տարի առաջ թողեցի իսլամը և ընդունեցի Հիսուս Քրիստոսին, որպես իմ անձնական փրկիչ և Տեր։ Գիտեք, թե ինչ կատարվեց արդյունքում։ Ես կորցրի աշխատանքս։ Ոստիկանության գաղտնի ծառայությունը ինձ ձերբակալեց և մահվան աստիճան տանջեց։ Սպանելու նպատակով ինձ հետապնդում էին Եգիպտոսի իսլամական խմբավորման անդամները, և նույնիսկ հայրս կրակեց ինձ վրա, որից հրաշքով փրկվեցի։ Մենք երկուսս էլ 8 տարի է դավանափոխ ենք եղել, բայց իմ ու ձեր տարբերությունն այն է, որ ես կորցրի ամենը, որ երբևէ ունեցել էի և ինչի համար ապրել էի։ Կորցրի ընտանիքս, աշխատանքս, երկիրս և ապրելու իրավունքը։ Այժմ մշտական փախուստի մեջ եմ և այլևս հայրենիք չունեմ, իսկ իսլամի սուրը սպառնում է ինձ։ Որովհետև այդպես եմ պատվիրում Ղուրանը և Մուհամմեդ մարգարեն։ Շատ անգամ ես ինձ հարցնում եմ, ինչու այս ամենը կատարվեց ինձ հետ։ Պարզապես որպես մարդ որոշեցի օգտվել իմ իրավունքներից։ Ընտրեցի հավատալ այն ամենին, ինչին ես էի ցանկանում։
Տեսնում եք, թե ինչպիսի գին եմ վճարել, եւ դեռ շարունակում եմ վճարել։ Իսկ ինչպիսի գին եք վճարել դուք, հովիվ, ինչպիսի հետևանքներ ունեցավ ձեր որոշումը։ Ոչ ոք չփորձեց սպանել կամ բանտարկել ձեզ։ Դաշնային հետաքննությունների բյուրոն չձերբակալեց ձեզ, որպես մի մեղավորի, ով հանցանք է գործել երկրի եւ ժողովրդի դեմ։ Ոչ մի եկեղեցի մահվան դատավճիռ չկայացրեց ձեզ համար եւ մարդիկ չուղարկեց ձեզ սրով սպանելու, միայն նրա համար, որ դավաճանել էիք Աստծուն, եկեղեցուն եւ ձեր ժողովրդին։ Դուք Շեյխ Յուսեֆ դեռևս ապրում եք ձեր երկրում, դուք ապահով եւ պաշտպանված եք ձեր օրինակելի օրենքների կողմից։ Դուք կարող եք ազատ ճանապարհորդել երկրից երկիր եւ կիսվել ձեր հավատքով, իսկ ես այս երեկո կանգնած եմ ձեր առջև եւ չունեմ ոչ տուն, ոչ ընտանիք։ Ես կորցրել եմ կյանքի հուշերը, այլևս չեմ կարող խմել ոչ նեղոսի ջուրը, ոչ էլ ոտք դնել հայրենի հողիս վրա։ Ես դարձա իսլամական օրենքի զոհը, վաղ թե ուշ ինձ կսպանեն։ Եվ դա բավականություն կպատճառի որոշ մարդկանց, եւ նա, ով սպանի ինձ, կկատարի իսլամի օրենքը։ Ըստ իմ նախկին կրոնի ես ուրացող եմ, բայց ինչ կարող եմ ասել ձեր մասին։ Թույլ տվեք ասել, որ դուք օրհնված եք, ծնված լինելով ազատ երկրում եւ քրիստոնեական ընտանիքում։ Դուք մեծացել եք ազատության մեջ եւ ազատ եք եղել ցանկացած որոշում կայացնելիս, նույնիսկ մուսուլման դառնալու որոշումը կայացնելիս։ Ցավոք դուք հրաժարվեցիք ձեր ազատությունից եւ հանուն ինչի։ Հուսով եմ գիտակցում եք, որ այլևս ազատ չեք, որովհետև այն օրը, որ կմտածեք իսլամը թողնելու մասին, կսպանվեք իսլամի սրով եւ չեք խուսափի դրանից։ Իսլամի սուրն այլևս թույլ չի տա ձեզ ապրել ազատության մեջ եւ նշանակություն չունի, որ ապրում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Չկա մեկը, որ կարողանա կանգնեցնել այն մուսուլմանին, ով որոշել է երկինքը շահելու համար սպանել ձեզ։ Եվ այժմ նախկին հովիվ եւ Շեյխ Յուսեֆ, բարի գալուստ Ալ-Քաքայի եւ Ալ-Հաջաջի թագավորություն։ Այսքանից հետո Շեյխ Յուսեֆը չգիտեր ինչ ասեր։ Ես համոզված եմ, որ նա նույնիսկ չհասկացավ իմ ուղերձը Ալ-Քաքայի եւ Ալ-Հաջաջի թագավորության վերաբերյալ։ Ես դա ասացի դահլիճում գտնվող մուսուլմանների համար, քանի որ նրանք գիտեին, թե ինչի մասին էի խոսում։ Ալ-Քաքան անողորմ ռազմական հրամանատար էր, երկրորդ խալիֆի օրոք, իսկ Ալ-Հաջաջը Իրաքի արյունարբու կառավարիչն էր, Յազիդի օրոք։ Այս երկու առաջնորդները հազարավոր մարդկանց սպանություններ են իրականացրել։ Մարդու իրավունքները։ Շեյխ Յուսեֆն իսլամի մասին մի դաժան ճշմարտություն իմացավ, երբ դառնում ես Ալլահի հպատակ, ակամա հրաժարվում ես քո իրավունքներից։ Ինչպես որ ժողովրդավարությունը որպես մարդկային իշխանություն չի ընդունվում իսլամի կողմից, այնպես էլ մարդու իրավունքների գաղափարը չի ընդունում իսլամը, քանի որ այն գոյություն չունի Ղուրանում։ Իսլամը չի ընդունում եւ չի հարգում մարդու իրավունքները, կանանց իրավունքները կամ ժողովրդավարությունը։ Դրանք համարվում են արևմտյան գաղափարներ, որոնք ներմուծում են անհավատները։ Հենց դրա մասին էր գրում Սաիդ Ղութբը, ժամանակակից ջիհադի հիմնադիր հայրը, իր հասարակական արդարությունը իսլամում գրքում։ Կա մի հիմնարար սկզբունք, որ իսլամական օրենքն անվանում են Ալ-Ղաիդա, Ալ-Ֆաքուհիա։ Այն հայտարարում է. յուրաքանչյուր մարդ, ով մերժում է իսլամական ճշմարտություններից որևէ մեկը, անհավատ է։ Այս սկզբունքը նշանակում է, որ ցանկացած մարդ, ով չի համաձայնում իսլամի սկզբունքների հետ, պետք է սրով մեռնի։ Այդ սկզբունքը կիրառվում է մուսուլման անհավատների նկատմամբ, ովքեր հեռացել են մուսուլմանական հավատքից, այսինքն չկա կրոնի ազատություն, նրանց նկատմամբ, ովքեր բացասական են արտահայտվում իսլամի նկատմամբ, այսինքն չկա խոսքի ազատություն։ Խոսքի ազատություն։ Իսլամը մշտական պայքարի մեջ է այն գրողների, հեղինակների եւ լրատվամիջոցների հետ, ովքեր իրենց կարծիքը բացահայտ ներկայացնում են աշխարհին։ Բազմաթիվ մարդիկ մուսուլման արմատականների զոհը դարձան, քանի որ չհրաժարվեցին իրենց հայացքներից։ Նրանցից մեկը դոկտոր Նագուիբ Մահֆաուզն էր, ով Նոբելյան մրցանակի էր արժանացել գրականության ասպարեզում։ Դոկտոր Մահֆաուզն 83 տարեկան էր, որ 1944 թվականին ծայրահեղական մուսուլմանները նրա դեմ մահափորձ կատարեցին։ Կահիրեի փողոցներից մեկում մի քանի մարդիկ հարձակվելով նրա վրա, դանակահարեցին եւ թողեցին արյան մեջ։ Բարեբախտաբար նա կենդանի մնաց։ Մեկ այլ զոհ էր դոկտոր Ֆարագ Ֆոդան, ով փորձագետ էր գյուղատնտեսության բնագավառում։ Դոկտոր Ֆոդան չափավոր մուսուլման էր,
ով հոգում էր երկրի քաղաքական բարեկեցությունը եւ իսլամական շարժման դեմ պայքարում էր իր գրչի միջոցով։ Նա Եգիպտոսի ժողովրդին, արաբական երկրներին եւ ամբողջ աշխարհին զգուշացրեց արմատական իսլամի վտանգավորության մասին։ Ահա թե ինչ է նա գրում. Ինչպիսի ժամանակներում ենք ապրում։ Եթե մի կողմը հարց է տալիս, մյուս կողմը պատասխանում է գնդակներով։ Ինչպիսի ժամանակաշրջան է ապրում Եգիպտոսը։ Արդյոք երբևէ կազատվենք սրանից։ Միթե կարծիք հայտնելու համար պետք է հրազեն օգտագործել իմանաս, կամ էլ որևէ մարտարվեստի սև գոտի ունենաս։ Եթե նրանք մտածում են, որ այդպիսով ետ կմղեն կամ կկանգնեցնեն մեզ, չարաչար սխալվում են։ Եթե մտածում են, որ իրենց գործողություններով կվախեցնեն մեզ, սխալվում են։ Եթե մտածում են, որ կդադարենք գրելուց կամ կփակենք մեր բերանները եւ չենք բարձրաձայնի մեր մտքերը, ապա պետք է հասկանան, որ ցանկանում են անհնարինը։ Խոսքը խիզախության մասին չէ, այլ տրամաբանության։ Լավ է մահանալ պաշտպանելով ժողովրդավարությունն ու ազգի միաբանությունը, քան ապրել այդ գարշահոտ մտածելակերպով։ Լավ է մահանալ ճշմարտության համար, քան ապրել նրանց հիմարության կամ բռնատիրական իշխանության ներքո։ Ես ավելի շուտ կհրաժարվեմ իմ կյանքից եւ կպառկեմ գերեզմանում, քան կնվիրաբերեմ նրանց։ Դոկտոր Ֆոդան ասում էր, որ արմատականները երկրի մարմնում քաղցկեղ են, որն անհրաժեշտ է հեռացնել, քանի դեռ ուշ չէ։ Սակայն այդ կարծիքի համար դոկտոր Ֆոդան ամենաբարձր գինը վճարեց։ 1992 թվականին նա սպանվեց այն խմբավորումների կողմից, ում մասին այդքան զգուշացնում էր։ Նա սպանվեց, որովհետև չէր վախենում իր կարծիքներն արտահայտելուց։ Դոկտոր Ֆոդան եգիպտացի շատ գրողների համար ոգեշնչող ուժ էր։ Սալման Ռուշդի Խոսքի ազատության նկատմամբ նմանօրինակ անհանդուրժողականությունը հասնում է նույնիսկ ոչ մուսուլմանական երկրներ։ Գրեթե 10 տարի առաջ ամբողջ աշխարհը ցնցվեց, երբ Իրանի հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խոմեյնին մահվան սպառնալիքով հանդես եկավ ի պատասխան մի վեպի, որը հրատարակվել էր Անգլիայում։ Գիրքը կոչվում էր «Սատանայական խոսքեր»։ Հեղինակը հնդկական ծագումով բրիտանացի Սալման Ռուշդին էր, ով ծաղրանքով քննադատում էր իսլամը։ Խոմեյնին $3 միլիոն խոստացավ Ռուշդիին սպանողին։ Ի պատասխան Խոմեյնիի սպառնալիքի բրիտանական ոստիկանությունը Ռուշդիին վերցրեց իր պաշտպանության տակ։ Այս գրողը հարկադրված էր ամբողջ կյանքն ապրել վախի մեջ։ Նույնիսկ մուսուլմաններից եւ իսլամից հրապարակավ ներողություն խնդրելուց հետո նա հարկադրված էր ընդհատակյա կյանք վարել։ Կրոնի ազատություն։ Եթե մինչև այս հատվածը լսել եք աուդիոգիրքը, ապա կարիք չկա ասելու, որ իսլամը դեմ է կրոնի ազատությանը։ Փաստորեն Ղուրանը պատվիրում է կրոնական հալածանքը։ Հետևյալ օրինակը ձեզ կօգնի ավելի լավ պատկերացնել կրոնական խտրականությունն իսլամում։ Մուսուլման լրագրողները մեղադրում էին Հոլանդիայի կառավարությանը իրենց հավատակիցներին կրոնի ազատություն առաջարկելու համար։ Հոլանդիայի խորհրդարանն ընդունել էր մի օրենք, որով քաղաքական ապաստարան էր տրամադրում դավանափոխ մուսուլմաններին, ովքեր թողել էին իսլամը եւ ընդունել այլ կրոն, մասնավորապես քրիստոնեություն։ Մեքքայում հրատարակվող մուսուլմանական համաշխարհային լիգա ամսագիրը բուռն բողոքի մի հոդված էր հրապարակել։ Քաղաքական ապաստարանի իրավունք Հոլանդիայում դավանափոխ մուսուլմանների համար վերնագրով։ Հոդվածում բողոք էր արտահայտվում, որ այդ որոշումը կայացրել էին Հոլանդիայի երկու քրիստոնեական կուսակցություններ, որոնք այնպես են վարվում, կարծես քրիստոնեությունն ընդունելը հալածանքի պատճառ է իսլամական երկրներում։ Տարօրինակ է, այնպես չէ, չէ որ իսլամական օրենքն է պնդում, որ իսլամն ուրացողները պետք է մահապատժի ենթարկվեն։ Այդ հոդվածը գրում էր, որ Հոլանդիայի քրիստոնեական կուսակցությունները մուսուլմաններին հրապուրում են Հոլանդիայում քաղաքացիություն ստանալու համար թողնել իրենց հավատքը։ Այս ամբարով որոշման նպատակն է օգտվելով հազարավոր մուսուլմանների կարգավիճակից ազդել նրանց վրա։ Այդ մուսուլմանները պայքարում են Հոլանդիայում օրինական բնակություն հաստատելու համար։ Այդ որոշումը ճնշում է գործադրում մուսուլմանների վրա եւ առաջարկում դավանափոխ լինել, եթե ցանկանում են օրինական կարգավիճակ ստանալ։ Անպատվելով եւ մեղադրելով եկեղեցուն հոդվածը գրում է. Այս օրենքը պարզապես օրինականացնում է քրիստոնյաների եւ եկեղեցու ծրագիրը, որը հաջողություն չունեցավ անցյալում։ Քրիստոնյաներն ամեն տեսակի ֆինանսական եւ նյութական պարգևներով փորձում էին դավանափոխ անել մուսուլմաններին։ Այժմ նրանք կիրառում են ավելի ազդեցիկ մեթոդներ՝ քաղաքացիությունը։
Հոդվածը մեղադրելով Հոլանդիայի կառավարությանը գրում է. այս երկրի օրենսդրությունը խախտում է մարդու իրավունքների համաձայնագրի 19-րդ կետի կրոնական ազատության մասին օրենքը։ Տեսնելով, թե ինչպես է Հոլանդիայի խորհրդարանն օրինական իրավունքներ տալիս քրիստոնեության գաղտնի եւ ամբարո ծրագրերին, մենք չենք զարմանում։ Նախևառաջ ցանկանում եմ ասել. Աստված օրհնի Հոլանդիային եւ ցանկացած այլ երկրի, որոնք հնարավորություն են տալիս եւ պաշտպանում նրանց, ովքեր իրենք են որոշում ինչին հավատան։ Փառք Աստծուն, որ ինչ-որ երկիր ողորմած է եղել այն մարդկանց հանդեպ, ովքեր հարկադրված հեռացել են սեփական իսլամական երկրներից եւ ընտանիքներից Տեր Հիսուս Քրիստոսի սերն ընդունելու համար։ Աշխարհն այսօր այդպիսի երկրների կարիքն ունի, որոնք մուսուլմաններին ազատ իրավունք են տալիս իսլամը թողնելու կամ անձամբ փնտրելու արարչագործության ճշմարիտ Աստծուն, ով սիրում է մարդկությանը։ Նմանատիպ հոդվածներ կարդալիս ակամա հիշում եմ մուսուլմանական աշխարհը եւ մարդու իրավունքների մեծ ողբերգությունն այդ երկրներում։ Ամենավտանգավոր բանը, որ մուսուլմանը կարող է անել, իսլամից հրաժարվելն է։ Կարևոր չէ, թե ինչ պատճառով։ Ես կարեկցում եմ այն մարդկանց, ովքեր դիմել են այդ խիզախ քայլին։ Այդ մարդիկ իրենց կյանքի մնացած մասն ապրում են իսլամի սրի սպառնալիքի տակ։ Ողբերգական է այն, ինչի միջով շատերն անցնում են ազատություն ստանալու համար։ Սակայն Աստված հավատարիմ է եւ նրանց պաշտպանում է չարից։ Իսլամական օրենքը, որի պատճառով Ղադդաֆին հայտնվում է անախորժությունների մեջ։ Պետությունների առաջնորդները պետք է ապրեն ըստ իսլամական օրենքի։ Մի անգամ Լիբիայի առաջնորդ Մուամմար Ղադդաֆին հայտարարեց, որ այլևս բացի Ղուրանից ոչինչի չի հավատում եւ հրաժարվում է Մուհամմեդ մարգարեի ուսմունքներից, հադիսներից։ Նրա հայտարարությունը ցնցեց ամբողջ իսլամական աշխարհը։ Եգիպտոսի Ալ-Ասհար համալսարանի աստվածաբանները եւ Սաուդյան Արաբիայի իսլամական իշխանությունները չափազանց անհանգստացած էին այդ հայտարարությունից։ Նրանց որոշմամբ կազմվեց աստվածաբանների հանձնախումբ, որը պետք է հանդիպեր Լիբիայի առաջնորդի հետ, այդ հարցը դեմ առ դեմ նրա հետ քննարկելու համար։ Ալ-Ասհար համալսարանի իսլամագետ շեյխ Մուհամմեդ Ալ-Գազոլիի առաջնորդությամբ հանձնախումբը մեկնեց Լիբիա եւ Լիբիայի առաջնորդին զգուշացրեց նրա որոշման հետևանքների մասին եւ ասացին, որ եթե չապաշխարի ու ետ չվերցնի իր հայտարարությունը, նրա համար կկիրառվի ուրացողների եւ անհավատների մասին օրենքը։ Ըստ Ալ-Ղաիդա Ալ-Ֆաքուհիայի նա բազմաթիվ իսլամական ճշմարտություններ էր մերժում, ինչի պատճառով ճշմարիտ մուսուլմաններն անկասկած կսպանեին նրան։ Հաշվի առնելով այս ամենը, Լիբիայի առաջնորդն ապաշխարեց եւ ետ վերցրեց իր հայտարարությունը։ Հանձնախումբը վերադարձավ Կահիրե եւ ամբողջ իսլամական աշխարհին հայտարարեց Ղադդաֆիի ապաշխարության լուրը։ Նույնիսկ Մուամմար Ղադդաֆիի նման իշխանություն ունեցող մարդն ազատություն չուներ, որ հավատար նրան, ինչին ինքն էր ցանկանում։ Ոչ ոք չի կարող խուսափել իսլամի հաղաբեկչական օրենքից։ Ոչ մի իսլամական պետություն, կառավարություն կամ խորհրդարան հավատուրած մուսուլմանին չի պաշտպանում իսլամի սրից։ Եվ չկա մեկը, որ կարողանա կանգնեցնել նախկին մուսուլմանի կյանքին սպառնացող վտանգը, քանի դեռ ազատ երկրները չեն հետևել Հոլանդիայի օրինակին, պաշտպանություն առաջարկելով այդ վտանգի տակ գտնվող մարդկանց։ Զարմանալին այն է, որ մուսուլմանական համաշխարհային լիգա ամսագիրը հայտարարում էր, որ Հոլանդիան խախտում է մարդու իրավունքների մասին համաձայնագիրը։ Իրականում Հոլանդիան մուսուլմաններին ազատ իրավունք է տալիս իրենց դավանանքի մեջ, ինչպես նաև ազատություն է տալիս նրանց ցանկության դեպքում իսլամը թողնելու եւ այլ կրոն դավանելու մեջ, ինչի իրավունքը նրանք չունեն եւ չեն կարող այդպիսի ճոխություն վայելել իրենց երկրներում։ Իրականում իսլամական պետությունները, մասնավորապես Սաուդյան Արաբիան, որտեղ տպագրվում է այդ ամսագիրը, բացարձակապես ոտնահարում են մարդու իրավունքները արգելելով քրիստոնեություն դավանել այդ երկրներում։ Նրանք երբեք թույլ չեն տա, որ ինչ-որ մեկը եկեղեցի կառուցի իրենց երկրում, իսկ եթե որևէ մուսուլման համարձակվի նույնիսկ մտածել դավանափոխ լինելու մասին, անկասկած կսպանվի։ Այդ դեպքում ինչն է անհանգստացնում ամսագրի հեղինակներին։ Ես հավատում եմ, որ այս օրենքը սպառնալիք է իսլամի համար։ Եվ միայն այն պատճառով, որ ապացուցում է ամբողջ աշխարհին, թե ինչպիսի հալածանքների են ենթարկվում մուսուլմաններն իսլամական աշխարհում, երբ դավանափոխ են լինում։ Որպես ազատ երկրի ներկայացուցիչներ, ովքեր հավատում են մարդու իրավունքներին, մենք պետք է ապահով ապաստարան տրամադրենք այս հալածված մարդկանց։ Երբևէ քրիստոնեություն ընդունած նախկին մուսուլմանները սոսկալի հալածանքներ են կրել սեփական երկրի եւ ընտանիքի կողմից։
Նրանցից մի քանիսը գրել են իրենց փորձառությունների մասին։ Եգիպտացի պրոֆեսոր Նահադ Մուհամեդ Ալին գրել է «Իմ հանդիպումը Քրիստոսի հետ» գիրքը։ Սուլթան Մուհամեդը Պողոսը գրել է «Ինչու քրիստոնյա դարձա» գիրքը։ Բիլքիս Ալ-Շեյխը պակիստանցի կին է, գրել է «Երբ համարձակություն ունեցա Աստծուն հայր անվանել»։ Մասուդ Ահման Խանը գրել է «Քրիստոսի գերին» գիրքը, որը հրատարակվեց Literature for Life քրիստոնեական միսիոներական կազմակերպության կողմից։ Դառնալով քրիստոնյա ես նույնպես գիրք գրեցի վերապրումներիս մասին, որն անվանեցի «Ընդդեմ մերձավոր արևելքի մակընթացության»։ 1997 թվականին այն հրատարակվեց Հարավային Աֆրիկայում, ինչը վիրավորական լինելով այնտեղի մուսուլմանների համար ինձ վրա հարձակումների պատճառ դարձավ։ Եվ ի վերջո, երանի թե կարողանայի ասել մուսուլմանական համաշխարհային լիգա ամսագրին. թույլ մի տվեք, որ ձեր ամբարո եւ արատավորված գործելակերպը դրդի ձեզ մտածել, որ բոլորը ձեզ նման են։ Հոլանդիայի եկեղեցին չունի այնպիսի ծրագիր, որով կարողանա հարկադրել մուսուլմաններին քրիստոնեություն ընդունել։ Ոչ ոք չի կարող հարկադրել մուսուլմանին փոխել այն, ինչ կա նրա սրտում։ Այն, որ մուսուլմաններն են հարկադրում այլադավաններին փոխել իրենց հավատքը, չի նշանակում, որ ոչ մուսուլմաններն էլ են նույն կերպ վարվում։ Այն, որ Հոլանդիան ու Արևմուտքը հարգանքով են վերաբերվում մուսուլմաններին եւ արտոնություններ տալիս նրանց, չի նշանակում, որ նրանք այդպես վարվելով հրապուրում են նրանց դավանափոխ անելու համար։ Ես գիտեմ, որ այս մտածելակերպն օտար է ձեզ, բայց սա ճշմարտություն է։ Իրականում նրանք լավ են վերաբերվում մուսուլմաններին զուտ այն պատճառով, որ նրանք մարդ են։ Ամփոփում. Դուք արդեն ծանոթ եք իսլամի հիմնական հավատալիքներին եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացրած կեղծ իսլամին։ Գրքի հաջորդ մասում ձեզ կծանոթացնեմ Մուհամեդի կյանքին, ցույց տալու համար, թե ինչպիսի օրինակ է նա մուսուլմանների համար։